Իրավունք թերթը գրում է Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ստացվող օպերատիվ տվյալներից, այլև նախընտրական քարոզարշավի ընթացքում սեփական մաշկի վրա է զգում, որ ընտրություններին չի կարողանալու հավաքել անհրաժեշտ ձայներ ՔՊԱ-կան իշխանությունը վերարտադրելու համար։ Ուստի վերջինիս միակույսը մնում է անցողիկ շեմը չհաղթարված քաղաքական ուժերի փոշիացված ձայները։ Ահա այս ամենը հաշվի առնելով ընտրությունների մասնակցող մի շարք քաղաքական ուժեր չի բացառվում, որ առաջիկա օրերին տհաճ անակնկալմատության Փաշինյանին բացառք հայտարարելով եւ պարզապես մասնակցությունից դուրս գալով։ Եթե այս սցենարն աշխատեց, այլևս ակնհայտ կդառնա նաեւ, թե ընտրությունների մասնակցող փոքր ուժերից ովքեր են մտել այս ընտրապայքարի մեջ ազնիվ մղումներով, ովքեր էին Նիկոլ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցած ու վեհապարն ուրացած 10 տիրադավներից մեկն է, անհետացել է ռադարներից։ Արցախցիները նրա մասին տեղեկություն չունեն։ Նա դադարել է այցելել Երևանում իր գլխավորած թեմի առաջնորդանիստ, քանի որ այնտեղ թեմական խորհրդի եւ աշխատակազմի համար անցանկալի հյուր է։ Արցախին վերաբերող ցանկացած հոգեվոր ծիսակարգի համար արցախցիները դիմում են Դադիվանքի հոգեվոր առաջնորդ, ներկայում Եռաբլուր Պանթեոնի եկեղեցու սպասավոր Տեր Հովհաննեսին, նրան են ճանաչում իբրև առաջնորդ։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է առողջապահության նախարարության օրենսդրական փոփոխություններից հետո, երբ հիվանդանոցների տնօրենների համար բժշկական կրթությունն այլևս պարտադիր չէ, առողջապահական համակարգում ձևավորվել է նոր ուշագրավ պրակտիկա։ Պետական ենթակայության մի շարք բժշկական կենտրոնների ղեկավարներ ընդունվել են ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, կլինիկական օրդինատուրա, հանրային առողջություն մասնագիտությամբ։ Խոսքը 1 տարի 2 ամիս տևողությամբ առկա ուսուցման մասին է, որի ընթացքում ըստ գործող կարգի ուսանողները պետք է մասնակցեն կրթական գործընթացներին, միաժամանակ շարունակելով իրենց մասնագիտական եւ վարչական պարտականությունները, ղեկավարելով բժշկական կենտրոններ, իսկ որոշ դեպքերում նաեւ ներգրավված լինելով քաղաքական գործընթացներում։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է իշխող կուսակցությունը վարձկանների միջոցով է քարոզչություն անում, բուկլետներ բաժանում, տնետուն շրջում։ Նրանք քաղաքացիական պայմանագրի անդամներ չեն, պարզապես վարձու աշխատանք են կատարում։ Թերթին պատմել են, որ քաղաքացիական պայմանագրի աշխատակազմը բուկլետ բաժանող վարձկանների քթերից է բերում 200,000 դրամները, որոնք վճարում են բուկլետ բաժանող յուրաքանչյուր անձի քարոզչություն անելու, տնետուն այցելելու, քաղաքացիական պայմանագրի չեղած գաղափարախոսությունը պրոպագանդելու համար։ Աշխատակազմից պահանջել են ոչ միայն Փաշինյանի երևանյան հանդիպումներում մասով կապահովել, այլև ասել են գումարի երկրորդ մասը կտան, եթե նորից այցելեն այն բնակարանները, որոնց դռներն առաջին այցի ժամանակ փակ են եղել։ Ասել են, որ պետք է հասնել նրան, որ փակ դռներ չլինեն, նաև ճշտեն, թե քանի կողմնակից ունի քաղաքացիական պայմանագիրը, որ քարոզչության մասին ամբողջական պատկեր ունենան։ Գրում է թերթը։